Հանուն Հոր և Որդվո և Օգնուին Սրբո ամեն։ Այսօր առաջին երեքշաբթի Պենտեկոստեան ետք դարձյալ կարևոր օրն է հիշադակության, որովհետև Սրբուի կայանյանց գույսերու և մարտիրոսներու տոնն է, որոնք հրիփսիմյանց հետ միասին այս մեծ խումբը ազնվական և սրբագյաց տիկիններու գոսաններու գալով արևմուտքեն ըստ ավանդության և ճանապարհորդություններ կատարելով հասան մինչև Հայաստան երկիրը և առիթը եղան նախախնամական մեր ժողովուրդի դարձին, որով մենք կրցանք դառնալ առաջին քրիստոնյա ազգը պաշտոնապես դրդատ թագավորի դարձով և մկրտությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ցերկով։ Ուրեմն կշարունակենք մեր դասախոսությունները մխիթարյանագիտական ընթերցումներու բաժնի նվիրված, այսօր առաջացված պիտի կատարենք 48-րդը հայերեն լեզվով, միշտ որպես առարկա ունենալով Հովհաննես 20-րդ 9-րդի վերջին ծնունդը անգլիացի գրագետ Գրահեմ Գրինի գործին, և այս բոլորը արևմտահայերեն աշխարհափառ թարգմանության առիթով ստորագրելիս կողմ է։ Ներկայացուցեր էինք հեղինակին գիրքին ճակատը, ապա իմ կողմից շարադրված համառոտ ցոնը և երկար հառաչապանը ավելի լավ կերպով հասկանալու և զետեղելու համար այս գործը իր իմաստով և իր նշանակությամբ նաև մեզի համար, գլխավորաբար իր մարգարեաշունչ օգիով։ Ուրեմն շարունակելով ընթերցումները հասած էինք այն կետին, որ այլևս մտածեր այս օտանավի մեջ Հովհաննես 20-րդ 9-րդ ընկերացված սպայի կողմէ, և այս օտանավը զորավարին անձնական օտանավն էր և հետևաբար թռիչք պիտի առներ, որպես երթար և ներկայանար զորավարին։ Իր ականջին կրկին հնչեց սպասավորին ձայնը. «Քիչ մը ցեգնգիտ, բարոն, կամ ոդկայի գավաթիկ մը, և կամ կնախընտրեք գավաթ մը ճերմակ չոր գինի»։ Առանց աչքերը վերցնելու էջեն, որ այնքան լավ գիտեր,